Здравствуйте, добро пожаловать к нам, заходите. У меня получается мама Սայնթապը։ Մայրս Սայնթապից է, Հայաստանում ապրում եմ նրա հայրական տանը։ Առաջին անգամ եմ Հայաստանում։ Մայրս փոքրուց պատմում էր, որ հայերը հոգատար եւ հյուրասեր ազգ են։ Հիմա համոզվում եմ։ Նախքան Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական հրավիրվել եմ, եղբայրս ինձ միշտ ասում էր՝ «Արա այնպես, որ մի օր խաղաս Հայաստանի հավաքականում»։ Այսօր դա իրականություն է։ Я проживаю в Яблоновке. Ապրում եմ Յաբլունովկայում, մանկուց սիրել եմ ֆուտբոլը, բայց մտավախություն ունեի, քանի որ աղջիկ եմ։ Մտածում էի գուցե չստացվի։ Ընկերոջս Արսենի հետ Բաքվում միշտ ֆուտբոլ էինք խաղում։ Մայրս եւ քույրս դա տեսնում էին։ Մի օր ասացին, եթե իսկապես սիրում ես ֆուտբոլը, այն կարող է լինել քո ապագան։ Զբոսնում էի, երբ տեսա ֆուտբոլային խմբակի ընդունելության հայտարարություն, գնացի ու մարզվեցի։ Յունեսի ակումբի մարզիչ Ալեքսեյ Բականովսկին նկատեց իմ ներուժն ու ասաց. «Փորձիր, դու կկարողանաս»։ 6 лет я начала заниматься. 6 տարեկան էի, բայց վախենում էի գնդակից։ Մարզիչն ասում էր, մարզումից հետո մնա դաշտում, գլխով հարված իր գնդակին, որպեսզի հաղթահարես վախը։ Այդպես մարզվեցի մի ամբողջ տարի։ Այդ ժամանակ ունեի որոշ խնդիրներ, ցածրահասակ էի եւ քաշ չէի հավաքում։ Բժիշկն ասում էր, որ դրանք կարող են նվազեցնել ֆուտբոլում հաջողելու հնարավորություններս։ Ամեն անգամ, երբ մարզումից տուն էի գալիս, մայրս սատարում էր ինձ։ Դա ինձ ուժ էր տալիս չհանձնվել։ У меня появились когда результаты на 8 марта как раз. 2019 թվականին մասնակցեցինք մարտի 8-ին նվիրված մրցաշարի։ Այդ օրը ծնողներս առաջին անգամ եկել էին մարզադաշտ։ Խփեցի առաջին գոլս, դարձա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Իմ ստացած գավաթն ու ծաղիկները նվիրեցի մայրիկիս։ Մինչ այդ հայրս ասել էր՝ ապացուցիր, որ իսկապես կարող ես ֆուտբոլ խաղալ։ Գոլից հետո հարցրի նրան՝ թույլ կտա շարունակել։ Նա ծիծաղեց եւ պատասխանեց՝ իհարկե։ Меня вызвали в Որոշ ժամանակ անց ինձ հրավիրեցին Կուբան, պետք է փորձաշրջան անցնեի։ Մարզիչս ասաց՝ խնդրում եմ, ցույց տուր ինչի ես ունակ։ Առաջին իսկ մարզմանը գոլ խփեցի։ Մարզիչը գրկեց ու ասաց՝ այսօրվանից դու մեր թիմում ես։ Ես ձախլիկ եմ, խաղում էի ձախ կիսապաշտպան, ինչ շատ լավ էի զգում այդ դիրքում։ Մասնակցեցինք տարբեր մրցաշարերի, նույնիսկ Մոսկվայի Դինամոն ցանկացավ գնել ինձ, բայց ես որոշեցի մնալ ինձ հարազատ ակումբում։ Потом мне позвонил тренер, предложил то, что Հետո ինձ զանգահարեցին Երևանից։ Կանանց մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչը հրավիրեց փորձաշրջանի։ Հայաստանում ինձ շատ ջերմ ընդունեցին։ Ամեն մարզումից հետո աղջիկները մոտենում եւ հարցնում էին՝ հոգնեցիր, չէ՞, բայց ինձ այդ հոգնածությունը դուր էր գալիս, քանի որ ջերմ մթնոլորտում էինք մարզվում։ Վայելում էի ամեն վայրկյանը։ Խոսում էի իմ նախկին մարզիչներից ընկեր Գագիկի հետ, Ստեփանյան, խոսք գնաց աղջիկ խաղացողի մասին, որ ինքը ճանաչում է մի աղջիկա, ով Կրասնոդարում հանդես է գալիս, որից հետո անմիջապես սկսեցի ավելի մանրամասն հետաքրքրվել, խնդրեցի տեսահոլովակ, ամբողջական խաղ նայեցի, հավանեցի եւ արդեն Նաերան միացավ հավաքականին։ Նաերայից 1-2 խաղ նայելուց հետո ինձ շատ դուր եկավ ամենակարևորը իր խաղին նվիրված լինելը շատ կարևոր է, որովհետև դու նույնիսկ վիդեո տեսահոլովակում դա տեսնում ես։ Ագրեսիվ խաղացողա, չի սիրում հանձնվել, անգամ շատ դրվագներ կա այս ընկերական խաղերից, որ ինքը ընկնում է, բայց այդ ընկնելու հետ մեկտեղ վեր է կենում ու նորից շարունակում այդ ագրեսիվ խաղալը։ матч с Грузией давался в первой игре. Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ մասնակցել եմ Վրաստանի դեմ 2 ընկերական հանդիպման։ Չնայած առաջին խաղում պարտությանը Վրաստանի հավաքականին խփած գոլս ամենահիշարժաններից է։ Այդ խաղից հետո վերլուծեցինք սխալները եւ նոր տակտիկաներ մշակեցինք։ Երկրորդ խաղից առաջ գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանն ինձ ասաց. «Վերցրու խաղը քո ուսերին, հավատա քեզ»։ Նրա խոսքերը գլխումս էին ամբողջ ընթացքում։
Երկրորդ կեսի մեկնարկում ստացա գնդակը, մտա տուգանային եւ փոխանցեցի, բայց գնդակը դիպավ վրացի ֆուտբոլիստին, գրանցվեց ինքնագոլ։ Ես վնասվածք ստացա եւ լքեցի դաշտը, բայց աղջիկները կարողացան ոչ ոքի 3-3 ավարտել հանդիպումը։ Այդ օրը նրանք ինձ գրկած տարան դեպի ավտոբուս։ Дисциплина, всегда тренировка. Կարգապահություն, անդադար մարզումներ եւ հավատ, սա է հաջողելու բանաձևը։ Հայաստանի հավաքականի մարզիչներից շատ բան եմ սովորել։ Հուսամ այդ ամենը կնպաստի հավաքականի առաջիկա հաջողությանը։ Մամա, ես գիտեմ դու նայելու ես իմ ինտերվյու, ես քեզ շատ սիրում եմ։